Սա համարվում է ֆորմուլա 1-ից հետո ավելի թանկ կամ ֆորմուլա։ Որպես հիմա ինչ ներկայացնում, որպես տնօրեն, որպես մարզիկ, որպես մարզիչ, որպես գլխավոր քարտուղար, ես Նորայր Ստեփանյանն եմ, Հովիկ Հայրապետյանի առանձնասպորտի կենտրոնի տնօրեն, երկրորդ կարգի միջազգային մարզիչ արգելքների հաղթահարման եւ նաեւ Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար։ Մասնագիտությունը ընտրելուց ես չեմ նախընտրել, որովհետեւ հայրս նույնպես եղել է մարզիչ, հավաքականի մարզիչ, հետագայում նաեւ ստեղ տնօրեն է եղել։ Փոքրուց հաճախել եմ իր հետ, սիրել եմ եւ նաեւ սկսել եմ ինքս նույնպես զբաղվել սպորտաձևով։ Ես ունեցել եմ ընտրություն, ես եղել եմ երաժիշտ, բայց ընտրեցի սպորտաձևը։ Իմ առաջի հանդիպումը ձիերի հետ եղել է փոքրուց 3-4 տարեկանից, որ հաճախել եմ ծնողիս հետ, շփվել եմ ձիերի հետ, սիրել եմ, սանրել եմ, տենց փոքրուց ա եղել իմ մոտ։ Բնականաբար առաջինը դու ստեղծում ես կոնտակտ նժույգի հետ, ճիշտ մոտեցում, որպեսզի մարդը ընտելանա կենդանուն եւ այդ վախ կամ ինչ-որ տենց զգացողություններ չունենա։ Տարբեր մարդիկ տարբեր ձև են մոտենում իհարկե, պետք է դու նաև մի քիչ հոգեբան լինես, որ հասկանաս ոնց մոտեցնես, բացի այն որ մարզիչ ես, նաև մի փոքր հոգեբանություն եւ մանկավարժություն պետք է ունենաս։ Եթե դու մի քիչ երաժշտական կրթություն ունես, ձյուն ավելի լավ ես զգում, ավելի ուշ ձև ես ընկալում։ Չի եղել տենց դեպք, որ ես կարող որոշեի կամ մտածեի, որ կարելի է կենդանիներից հեռու մնալ կամ սպորտաձևից, որովհետեւ ես այն սպորտաձևն է եւ կենդանին են կենդանին, որ կապնվում ես հետ եւ դա հիվանդության պես մի բան է, սիրահարվում ես եւ վերջ։ Կարող չգիտեմ, իմ մոտ տենց կարող մարդիկ կան, որ իրենց դուր չի եկել կամ իրանք սա չեն սիրել, բայց հիմնականում մարդիկ որ շփվում են, սիրում են եւ շարունակում են այդ շփումը կենդանիների հետ։ Իսկ ինչ վերաբերում է ձին ագրեսիվ եւ այլն, ձին շատ խելացի կենդանի է, եթե իրան ճիշտ ես վերաբերվում, մոտեցումը ճիշտ է, կենդանին բնականաբար քեզ վերաբերվում է դրական։ Առաջերտին երևի ապրելակերպ, հետո նաեւ բիզնես կամ հոբի, դու ունենաս ֆինանսական հնարավորություններ, որ կարողանաս այս հոբից օգտվել։ Դա ինքը թանկ սպորտ է, կենդանում պահել, խնամել, բժշկել, ձյու արժեքը, որ արդեն հասել է օլիմպիական մակարդակի, սկսում է 3-4 միլիոն դոլարից։ Բավականին մասսայականացվում է սպորտաձևը, ավելի շատ հիմա սիրողական դասընթացներ կան տարբեր ակումբներում, թվում նաև մեր մոտ, մի քիչ ավելի մասսայական է դառնում, իսկ դա հնարավորությունների հետ կապված է, որովհետև այստեղ սպորտսմենը մենակ դու չես, այստեղ նաև կենդանին է քո հետ հավասար սպորտսմեն։ Պետք է ունենաս սկզբի համար ոնց որ ուսուցիչ նժույգ նաև, բացի մարզիչը, որ կարողանաս սովորել, դասեր վերցնել եւ անցնել այդ աստիճաններով, հետո նոր մտնես պրոֆեսիոնալ սպորտ։ Գոգ, մի քիչ ավելի նուրբ պայս անձերը, շատ ես ձգում։ Սիրում եմ ես գործը, ասենք իմն ասա, ասենքն եւ մարզչական աշխատանք կա, եւ ադմինիստրատիվ աշխատանք կա, կարող է մի ժամանակ, որ անցնես ուղղակի դրանցից որևէ մեկին։ Եթե ֆիզիկական տվյալները թերիքում են, ինչի քո սիրած գործն է կզբաղվես։ Այս ձիերի կացարանն է։ Կա երիտասարդ, կա ձիեր, որոնք որ ասենք սիրողական դասընթացների համար է եւ կա պրոֆեսիոնալ աշխատանքների համար ձիեր։ Կենդանին ունի իր ֆիզիկական տվյալները կամ ճկունությունը կամ մի փոքր ավելի խելացիություն, տարբեր ձիեր տարբեր
ոնց որ տարբեր են լինում ձիերը եւ պիտի ընտրես այն ձիերին, նայած նպատակը ինչ է, եթե նպատակը սպորտն է, դա առանց իմանա, եթե նպատակը ուղղակի ձիավարությունն է, դրանք շատ տարբեր են հասկացողությունները, որտեղ ձին նաեւ պետք է ունենա տվյալներ, որպեսզի դառնա սպորտսմեն։ Ոնց է, չի ասենք գնում ես ֆուտբոլի, ասում են ինքը խաղա, բայց ինքը հաջողություն չի ունենա, որտեղ տվյալ չունեն։ Նույնը մնացած սպորտաձևերում։ Ստեղ նաև ձիու հետ նույն սպորտսմենը նաև նժույգն է, պիտի հաշվի առնես նրա ցեղատեսակը, նրա տվյալները, նրա ընդհանուր կառուցվածքը եւ ըստ դրա արդեն փորձես մոտեցնել ձյուն այդ նպատակներին, էլի, որովհետեւ կա տարբեր, օրինակ էս մեր սպորտաձևի մեջ 3 ձև կա, որոնք համարվում են օլիմպիական ձևեր, որպես դա գեղավարքն է, որն մոտավորապես ասեմ են, որ պարասնում են ձյուն, տենց մեր լեզվով։ Կա, որ ասենք կրոս են քշում գեղավարք եւ արգելքների հաղթարում եւ կա արգելքների հաղթարում, այսինքն 3 տեսակի մրցաձևում ձիասպորտը համարվում է օլիմպիական սպորտաձև։ Եվ կա նաև արագավազություն, որը սպորտի հետ կապ չունի, դա առանձին երևույթ է, այնտեղ դրա համար այնտեղ հիմնականում անգլիական ցեղատեսակներն են վազում, որտեղ դրանք են ամենաուժերը։ Իսկ թռիչքի մեջ տարբեր են, կա եվրոպական ձիեր, հիմնական եվրոպական ձիերն են, Հոլշտայն, Հանովեր, Ալդենբուրգ, կամ բելգիական, կամ հոլանդական ձիերն են հիմնականում արգելքների հաղթահարման մրցումներում ավելի հաջող հանդես գալիս։ Սա գանձն է մեր, անունը գանձ է իրա, սենց գանձի նման է էլի, լավ ձի է։ Սա օրանն է, սա կավարձին կարաչայա ցեղատեսակը իրա, գանձը հայրը գերմանական է, մայրը զտարուն անգլիական։ Ստեղ ունենք մի հատ քնած ձի, սա հոլանդական ֆրիզներն են, Հայաստանում մի հատ կա սրանից, սա է, իրանք են բողոյով սև ձիեր են ելնում է, ինքը հələ ջահել է, 2 տարեկան է, սա ֆրանսիական սել է կոչվում, ֆրանսիական ցեղատեսակ է, անունը Ֆո է, երբ որ կենդանին արդեն մորից անջատվում է, 6 ամսեկանից արդեն սկսում է նրա հետ աշխատանք, այսինքն ընտելացնել, որպեսզի ինքը քո հետ քայլի կամ կարողանաս իրեն մաքրել, լվալ, եղունգները սարքել, սանրել։ Դա հետո գալիս է իրան մի քիչ արդեն սանձապարանով վազացնել եւ այլն, այսինքն ընտելացնում ես քեզ։ 3 տարեկանից, օրինակ արգելքների հաղթահարման մեջ 3 տարեկանից նոր թամբը դնում ես, այսինքն մինչև այդ աշխատում ես իրեն ընտելացնում ես այդ թամբին, սանձին եւ այլն, 3 տարեկանից նոր արդեն մարդը ծոր նստում է, սկսում է իր առաջի աշխատանքները ձյու հետ, ինքը կերտվում է, եթե խոսում ենք սպորտային ծրագրերից, հաճախ սենց է, ասենք 4 տարեկանից ինքը սկսում է մասնակցել երիտասարդ ձիերի 4 տարեկանների մրցումներին, 4 եւ 5 տարեկան, հետո ասենք դա իհարկե իր չափանիշներ ունի, հետո գալիս է արդեն 6-7 տարեկան, 8 եւ բարձր արդեն բնականաբար ավելի բարձր խնդիրներ դրվում իր առաջ, իսկ եթե նժույգը հասնում է 8 եւ 9 տարեկանից նոր ինքը իրավունք է ստանում մասնակցել օլիմպիական խաղերին, այսինքն մինչև 9 տարեկան ինքը դպրոց է անցնում։ Մենք ունեցել ենք օլիմպիական մասնագիծ, սովետական միության ժամանակ նաև 5 սպորտսմեն ենք ունեցել, որ եղել են հավաքականի անդամ, մասնակցել են տարբեր միջազգային մրցումների, հիմա էլ ունենք սպորտսմեններ, այստեղ բավականին ակտիվ է հիմա, եւ ունենք մարզիկներ, հիմա օրինակ այս պահին ունենք մարզիկ, որը որ մարզում Աբու Դաբիում, այնտեղ է հիմնականում մարզում, այնտեղ է ոնց որ կվալիֆիկացիա անում, ունենք Գերմանիայում աղջիկներ, որ գեղավարք մարզաձևից, ունենք մարզիկներ, որոնք որ դրսում են, ուղղակի ավելի տոպովի մրցումների են մասնակցում, էլի, իսկ տեղում նաև ոնց որ ավելի ակտիվանում ամեն ինչ, որ ավելի մասսայական դառնա, մյուս տարվանից արդեն բավականին մեծ
ծրագրեր ունենք, այստեղ կլինի նաև արդեն միջազգային լուրջ մրցումներ, այդ թվում նաև աշխարհի փուլեր։ Ամեն մարդ ունի իր ստիլը ոնց որ իր վարվելա ձևը եւ իր տեխնիկան աշխատանքի կենթանու հետ էլի, որովհետեւ շատ տարբեր է մարդու զգացողությունը, հետո ձերն էլ շատ տարբեր են, այսինքն ձիկա որ արագ անկալում իրան, ասենք երկար շատ պետք չի աշխատել, բայց ձիկա որ ինքը շատ շուտ է վերցնում, իհարկե ծրագրով, այնտեղ կա համապատասխան ծրագրեր աշխատանքի, նույն ասենք սպորտսմենը որ ասում է տրեյնինգային ինչ-որ բաներ, մարմնամարզություն, օրինակ այդ ձինել է այդ մարմնամարզություն մեջ կերտվում, հասնում ինչ-որ ֆիզիկական տվյալներն են տեղ ձևավորվում, դիմադրողականությունը նաև ոնց որ սպորտսմենն է կերտվում, նույնն էլ ձին է, էլի։ Դու համապատասխան իհարկե այդտեղ արդեն վերջում դուք ձուլում եք այդ կենթանու հետ միասին, այսինքն դուք երկուսով լուծում եք այդ խնդիրը։ Տվյալ ձեզ հանձնարարված խնդիր, ասենք մրցումներ կլինի, տեստեր կլինի, քննություններ կլինի, տեսնում է, լսում է, կապնվում է, խանդում է, ժամանակին ունե երկու շատ լավ ձի, իրեն մեկը շատ էր խանդում, որ այն մեկին թամբում է, կռվում էր, բաներ անում էլի, որ տենց բան կա, որ տիրոջը ձին կապնվում է, էլի, տենց ինչ-որ խանդել կա, նժույգը սեր չի ճանաչում և մարզիկը, բայց այսօր տենդենսը նենց է, որ ավելի շատ աղջիկներ են սրանով զբաղվում, միգուցե իրանց ֆինանսական հնարավորությունները ավելի շատ է, այստեղ հիմնականում աղջիկներն են մեր, շատ բարի աղջիկ է, հələ երիտասարդ է, 4 տարեկան է ինքը, բայց շատ լավն է, ինքն էլ գերմանական, հայրը գերմանական է, մայրը արաբական, տղաների հետ մի քիչ տղաները դժվար են տանում աղջիկներին, որ միասին են ելնում են, ամենացավոտ վայրեջքը ձեռքս եմ կոտրել, մեր մոտ է լում է, որովհետև մի քիչ ինքը ռիսկային սպորտ է նաև, բայց տենց շատ է եղել դեպքեր, դե պարապմունք է ընկնում, ես ձիու հետ ես ընկնում, իհարկե փորձում ես նենց աշխատել, որ դա շատ քիչ լինի։ Դավ ջան, արի մի հատ ստեին, պետք է գանք այդ վարքետը։ Մի փոքր ձին շտապում է, այս աշխատանքների մեջ ինքը կերտվում է, էլի։ Ձայնային հրահանգից ինքը արդեն հասկանում է, պարտադիր չի, որ սանձով իրան քաշես։ Ինքը արդեն դրանից հասկանում է, որ պիտի քայլի, կամ ենթադրենք պիտի ինքը քայլից անցնի վարքի, ասում ես վարքով, ինքը գնում է վարքով։ Այսինքն ձայնային հրահանգները նույնպես աշխատում այստեղ։ Կացարաններից դուրս եկանք, սա մեր արագավազության շրջանն է, որը հիմա նորից վերակառուցելու ենք։ Այստեղ լինելու է արագավազություն։ Ժամանակին անում էինք, հիմա մի փոքր դադար եղավ, բայց հիմա ակտիվ շրջան է սկսելու, ունի իր առողջարարական ոնց որ նպատակը, այստեղ ձիավարության ընթացքում քո ամբողջ մարմնի օրգանիզմը աշխատում է, էլի, այստեղ աշխատում են մկաններ, որ մնացած սպորտաձևերի մեջ չի աշխատում, նաև բավականին լավ է, այսինքն ձիավարությունից հետո եթե ճիշտ ես զբաղվում, բավականին լավ ես զգում քեզ, ամուր ես զգում։ Էլ է ուզում խնամ, կասենք, նույն ատամները պիտի սարքես, ռենտգեններ կամ ինչ-որ մկանային պրոբլեմ, խիրուրգիա, տարբեր, շատ տարբեր խնամք է ուզում կենթանի, սպորտային տրավմաներ էլ է լինում, դա պիտի բուժես, կերակրման պրոցեսը նույնպես, ասենք, վիտամինացված, այսինքն սպորտսմեն ես որպեսի այդ վերաբերվում, էլի, որ կան շփվեն, սովորեն, իհարկե դա միայն դրականը կտա, թե ճիշտ մասնագետ է զբաղվում, մարզիչը, մասնագետը կրթված է, ունի համապատասխան ոնց որ որակավորում, բնականաբար կստացվի ամեն ինչ նորմալ կլինի։